Մոսկվան խստացնում է միգրանտների մուտքը մայրաքաղաք։ Ռուսաստանի նախագահը ստորագրել է Մոսկվայում եւ մարզում բջջային հավելվածով միգրանտների գրանցման փորձարկման մասին օրենքը։ Կներդրվի արտասահմանցիների հաշվառման լրացուցիչ մեխանիզմ, այսպես կոչված մասնագիտացված բջջային հավելվածում գրանցվելուց հետո Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը կփոխանցվի միգրանտների գտնվելու վայրի մասին տվյալները։ Բջջային հավելվածի միջոցով միգրանտը համաձայնություն է տալու անձնական տվյալների մշակմանը։ Գեոլոկացիայի վերահսկողությունը շրջանցելու փորձի դեպքում միգրանտները կներառվեն վերահսկվող անձանց ռեեստրում եւ կարտաքսվեն Ռուսաստանից։ Այդ հավելվածի միջոցով միգրանտը փաստացի տեղեկացնում է իր գտնվելու վայրը։ Նրա հեռախոսի աշխարհագրական դիրքով պայմանավորված հնարավոր է մոնիթորինգ իրականացնել։ Եթե միգրանտը փորձի շրջանցել վերահսկողությունը, կներառվի վերահսկող անձանց գրանցամատյանում։ Ռուս փորձագետները սակայն համարում են, որ միլիոնավոր միգրանտներին վերահսկելը դժվար, բարդ եւ ծախսատար գործընթաց կլինի։ Միգրանտներին հետևելը շատ թանկ կնստի իրավապահ մարմինների վրա։ Սիմ-քարտերը միգրացիոն կենտրոններում հարկադրաբար են տրամադրում։ Ասում են, եթե դուք այն չվերցնեք, ապա դուք բժշկական զննում չեք անցնի։ Իսկ այն պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար։ Կարծում եմ նմանատիպ խստացումներից հետո միգրանտներից շատերը կփոխեն իրենց աշխատանքը փնտրելու ուղղությունը։ Նրանք ավելի շատ կնախընտրեն Եվրոպան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ նույնիսկ Հարավային Կորեան։ Ծրագիրը կփորձարկվի սեպտեմբերի 1-ից եւ կտևի մինչեւ 2029 թվականը։ Խստացումները չեն վերաբերվում անչափահասներին, դիվանագետներին, նրանց ընտանիքների անդամներին, նաեւ Բելարուսի քաղաքացիներին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։